Սիրելի հայրենակիցներ ջան, բարի ուշ երեկո ձեզ։ Շատերը օրինակ վերջին շրջանում եւ առհասարակ հասարակության մեջ այսպիսի խոսակցություններ ա ծավալվում, որ Թրամփի ուղին ինչ որ քողի տակ թաքնված երևույթ է, որ դա Զանգեզուրի միջանցք է եւ նմանատիպ տերմիններ են օգտագործում շատեր։ Եկեք նախ եւ առաջ հասկանանք մեկ բան ու մի շարք փորձագետներ սա ասում են ու փաստում են։ Ֆիքսենք, որ ոչ միայն Հայաստանում են խոսում այս ամենի մասին, այլև խոսում են նաև Ադրբեջանում։ Ադրբեջանի ժողովուրդն ու իշխանությունները իրանց համար այդ ձև են իրանք հասկանում, որ դա Զանգեզուրի միջանցք է, բայց թղթի վրա եւ գործնականում իրականում ժողովուրդ ջան, դա փոխադարձ ճանապարհ է, որի միջոցով ստեղծվում է տնտեսական գոտի։ Այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա։ Այստեղ ամբողջությամբ բիզնես պրոյեկտ է։ Թրամփի ուղին դա բիզնես պրոյեկտ է, որը բացում է Հայաստանի առջև ասիական շուկան, Ադրբեջանի համար բացում է հայկական շուկան եւ Նախիջևան մտնել ու լիքը առհասարակ լիքը երևույթներ է բացում ու գործընթացներ է բացում Ադրբեջանի համար նույնպես։ Եվ այստեղ էլի եմ կրկնում, պետք չի փնտրել որևէ քաղաքական ենթատեքստ։ Հավաստիացնում եմ ձեզ ժողովուրդ ջան, Թրամփի ուղին ավելի շուտ կբացվեր։ Պարզապես եկեք հասկանանք մեկ բան, 30 տարի Հայաստանը այդ ճանապարհները չի օգտագործել, 30 տարուց ավելի ճիշտ։ Երկաթուղային այդ ուղիները ամբողջությամբ կատվածահար եղած են եղել։ Ներդրումներ կատարվելու ու այս ամենը կառուցվելու, ստեղծվելու ու ես ձեզ հավաստիացնում եմ, սիրելի հայրենակիցներ ջան, բավականին լավ է դառնալու կյանքի որակը փոխվելու է Հայաստանի Հանրապետության համար։ Յուրաքանչյուր ապրանքներ, որոնք ներկրվում են հիմա միայն Ռուսաստանից կամ հենց տենց ֆիքսված ինչ-որ տեղից մենակ, էլ այդ հասկացողությունը չի լինելու։ Լինելու է այսպես ժողովուրդ ջան, ազատ տնտեսական գոտի, ով որտեղ կցանկանա առևտուր կանի, ումից կցանկանա առևտուր կանի, իհարկե օրենքով եւ կարգով։ Եվ վերջնական արդյունքում ինչ ա մնում մեզ ժողովուրդ ջան, չտրվել որևէ սադրանքների, համախմբվել, օգնել ներկայիս իշխանություններին։ Այս ամենը կյանքի կոչել արդեն իսկ կյանքի կոչված է, ժամանակի հարց է այս ամենը։ Եվ Աստված առաջ ժողովուրդ ջան, ամենակիչը մի քանի ժամանակ հետո Հայաստանի Հանրապետություն տնտեսական մակարդակով լրիվ ուրիշ մակարդակի վրա է լինելու։ Իսկ Եվրամիություն մտնելու համար ժողովուրդ ջան, եկեք նախ եւ առաջ մենք բոլորս իրար հարց տանք։ Մենք համապատասխանում ենք եվրոպական ստանդարտներին, թե ոչ։ Այսքանով սահմանափակենք տեսանյութը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք եւ Նիկոլ Վարչապետ։